Մեր լավագույն դերասանուհիներից Գալա Նովենցի մավամբոթը ցնցել է շատ-շատերին։ Նա 1 ամիս պառկած էր հիվանդանոցում, որտեղ եւ 3 վախճանվեց 75-ամյա հասակում։ Մինչ այդ սակայն դեռ հունիսին Գալա Նովենցը փաստորեն խաղաց իր վերջին դերը՝ տարօրինակ Միսիս Սևիջը բեմադրության մեջ, իսկ առհասարակ վերջին 5 տասնամյակներում կամ մի փոքր ավելի սկսած 1958 թվականից նա հայկական թատրոնի բեմում եւ հայ կինոյում 5 տասնյակից ավել դերեր է կերտել, կանացի հրաշալի խորը կերպարներ, որոնք կարող են հիացնել ցանկացած մարդու անկախ տարիքից ու ազգությունից։ Եվ թերևս պատահական չէ, որ այն ֆիլմերը, որտեղ նկարահանվել է Գալա Նովենցը, մինչև օրս էլ դիտվում են մեծագույն հաճույքով։ Բարև ես եմ, Հին օրերի տանգոն, Նահապետ, Կտոր երկինքի քորը, Սպիտակ անուրջներ եւ շատ ու շատ ուրիշ ֆիլմեր, որտեղ դերասանուհին հայ կնոջ անկրկնելի կերպարներ է ստեղծել, մեծ ճանաչում ու հռչակ բերեցին դերասանուհուն։ Գալա Նովենցը իսկապես ֆենոմենալ երևույթ էր ազգային կինեմատոգրաֆ։ Թող գերագնահատություն կամ չափազանցություն չդիտարկվի, բոլոր ժամանակների ազգային կինոյի ամենամեծ դերասանուհին Գալա Նովենցն էր։ Հավատարիմ իր ստեղծագործական թեմային, իր գեղարվեստական, գեղագիտական սկզբունքներին։ Նրա առաջատար թեման տառապած կնոջ իրավունքների պաշտպանության թեման էր։ Հարգենք կնոջ տառապանքը, հարգենք կնոջ ցավը։ Նա էկրան բերեց տառապանք, բերեց լուռ ցավի, լուռ տվայտանքների արտահայտությունը, հրաժարվելով ճչան տոներից, հրաժարվելով արտաքին էֆեկտիվ լուծումներից։ Հոգեբանական նուրբ խաղի, հոգեբանական գրիմի դերասանուհի, այսպես կարելի է բնութագրել Գալա Նովենցին։ Իմ ազիզ աղբեր։ Աղբյուր